Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Այսօր կուզեմ խոսել այդ TRIP նախաձեռնության մասին, որովհետև իհարկե այս վերջին մի տարին շատերը դրա մասին են խոսում ու ես կուզեմ ասեմ մեր շարժման կարծիքը այդ ամենի վերաբերյալ։ Բայց նախքան դրա մասին իհարկե խոսելը պետք է բնականաբար խոսենք օգոստոսի 8-ի ստորագրված հռչակագրի մասին, որը ստորագրվեց անցյալ տարի հենց օգոստոսի 8-ին Թրամփի, Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև հենց Վաշինգտոնում։ Կարևոր է սրա մասին իհարկե խոսենք, որովհետեւ այս ամեն ինչը մեր պարտության շարունակությունն է իրականում։ Ու շատերը դա չեն ասում։ Այս տարբեր մեկնաբաններ կան, ովքեր խոսում են այս ամենի մասին, չեն ասում, որ սա իրականում հենց մեր պատերազմի պարտության շարունակությունն է։ Այս ամեն ինչը ինչ որ ուզում են մեր դեմ իրագործել, ուզում են շարունակեն հայ ազգին հնազանդեցնեն եւ ստրկացնեն, կոպիտ ասած։ Ինչպես գիտենք, այդ նոյեմբերի, կներեք, այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը հենց այդ նոյեմբերի 9-ի շարունակությունն է։ Որովհետեւ եթե չլիներ նոյեմբերի 9-ը, այդ օգոստոսի 8-ը չէր կարող ծնվել։ Դրա համար ցանկացած հայ ազգայնական այն մարդը, ով ազգային արժեքներ է կրում, հատկապես քաղաքական դաշտում, չի կարող դեմ լինել, չի կարող դեմ չլինել օգոստոսի 8-ի փաստաթղթին, ինչպես նաև չի կարող դեմ չլինել նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Երկուսը իրար հետ կապված են։ Հիմա շատերը կասեն, դե նոյեմբերի 9-ը արդեն չեղարկվել է, Արցախը չկա, բայց երբեք ինչ որ հրապարակային կոչ չի արվել, որ այդ փաստաթուղթը չեղարկում է նոյեմբերի 9-ը։ Փաստացի դեռ ոնց որ ուժի մեջ է։ Ուղղակի կարելի ասել թարմացվեց այս օգոստոսի 8-ով։ Իհարկե, եթե մենք 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմում չպարտվենք, չդավաճանվենք, այս օգոստոսի 8-ը ընդհանրապես չլինի։ Ու շատ եմ լսում տարբեր մեկնաբաններից լսել եմ, ինչ որ իրանք դեմ չեն, կոպիտ ասած օգոստոսի 8-ի փաստաթղթին, ուղղակի ասում են, չէ, մենք պետք է այս կետը փոխենք, այն կետը փոխենք, ոչ, մենք պետք է լրիվ դեմ լինենք, որովհետև նորից ասեմ, ծնվել է դա հենց նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթից։ Ու այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը իրականում հող է նախապատրաստում, այդ խաղաղություն է կնքում իբր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի հետո բացեն այդ այսպես կոչված TRIP ճանապարհը, Թրամփի ուղին, ինչպես մենք ենք սիրում ասել, ուղղակի այդ խաղաղության ոնց որ հողն է նախապատրաստում, խաղաղություն իհարկե ասում եմ ճակերտների մեջ։ Որտեղ կետեր կան, որ ասում են մենք միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչենք, Հայաստանը, Ադրբեջանը, բայց դա արդեն իսկ խախտվում է։ Նրանք որովհետև պետական մակարդակով շարունակում են քարոզել արևմտյան Ադրբեջան օրակարգը։ Այսինքն արդեն այնտեղ կոպիտ խախտում կա ու նաև շարունակում են հայատյացություն քարոզել։ Բայց միաժամանակ նաև նշած է 8-րդ կետում, հենց այդ օգոստոսի 8-ի փաստաթղթում 8-րդ կետում նշած է, որ պետք է պայքարեն ինչ են ասում, ռասիզմի դեմ, ծայրահեղականության դեմ եւ այլն, բայց հստակ չի նշում դա ինչպես է ձևակերպում, դա ինչպես է արտահայտվում այդ ամենը։ Այսինքն իրանք ցանկացած խմբին, ցանկացած մարդով դեմ գնա այդ օրակարգին, կարող են պիտակավորել որպես ծայրահեղական, ռասիստ, չգիտեմ, ազգայնամոլ ու կարող են այդ կետը օգտագործելով ձերբակալեն նման մարդկանց։ Բայց հենց իրանք հենց դա են անում, շարունակում են այդ հակահայկականությունը քարոզել։ Հենց Բաքվում, հենց Ադրբեջանում դա չի չեղարկվել, դա չեն վերացրել։ Ու նաև շարունակում են այդ արևմտյան Ադրբեջան օրակարգը առաջ տանել, այսինքն մեր կողմից կեղծ այդ պետական մակարդակով այդ խաղաղությունն է քարոզում, սրտիկներ են անում, բայց նրանք շարունակում են նույն բանը, ոչ մի բան չի փոխվել իրանց մոտ։ Ալիևը չի դուրս եկել, կոչ չի արել, ժողովուրդ ջան, մենք պետք է դադարենք հայրին ատելը, մենք պետք է իրոք խաղաղություն ունենանք հայրի հետ, ոչ, նա շարունակում է ասել, որ ամբողջ Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է։ Ու շարունակում է նորից ասեն մեր դեմ քարոզներ տանել։ Ուրիշ ոչ մի երևի երկիր չկա, որ այդքան ինչ որ ռասիզմ քարոզի, էլի, մի ազգի դեմ պետական մակարդակով քարոզություն տանի։ Երևի ասենք չկա, ու նաև ընդունվի, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհի կողմից, չէ՞, Ալիևը ընդունվում է, հարգանքի է արժանանում արևմուտքի տարբեր, ասենք, ղեկավարներից, իհարկե նաև
Ռուսաստանի կողմից, բայց դա փաստացի արդեն իսկ խախտված է այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Նախկինում ասել են, որ абսուրդ է, որ գերագույն խրտվիլակ դավաճանը ասում է, հա, սխալ է, որ Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, բայց սխալ է, որ նաև մեր երկրում կան մարդիկ, ովքեր խոսում են, որ Արցախը Հայաստանն է, այսինքն Արցախյան էջը, Արցախյան պայքարի էջը չեն ուզում փակել, այսինքն նա հավասարության նշան է դնում այդ երկուսի միջև, որը абսուրդ է պարզապես։ Պաստորեն այնի պետական մակարդակով արևմտյան Ադրբեջանն է քարոզում, իսկ մեր դավաճանական կառավարությունը ասում է սխալ է, որ մենք Արցախյան էջը չենք ուզում փակենք, որ կան քաղաքացիներ, որ չեն ուզում Արցախյան էջը փակեն, ուզում են շարունակեն պայքարը, որ մի օր Արցախը ամբողջությամբ միանա Հայաստանին։ Արդեն պարզ տեսնում ենք, թե այստեղ ինչ հակասություն կա։ Ու հանդգնում են նորից խոսել խաղաղության մասին։ Գոնե եթե այդքան այդ երկուսը գոնե կարողանային անել, այսօրվա այս ապիկար ու ազգադավ կառավարությունը, եթե կարողանար համոզել Ադրբեջանին, որ վերացնի հակահայկականության քարոզը իրենց դպրոցներում ու դերջ տան այդ իրենց արևմտյան Ադրբեջան օրակարգի քարոզը, նոր կարող ենք ասել, լավ, գոնե ինչ որ մի բան արեցին, գոնե կարողացան իրենց կամքը թելադրել Ադրբեջանին այդ առումով գոնե։ Բայց ոչ մի բան չի եղել, նրանք նույն բանը շարունակում են, մենակ մեզ են, ասենք միակողմանի է այդ խաղաղությունը, մենք ենք միայն այստեղ էշեշ հավատում այդ խաղաղությանը, բայց նրանք զինավարժություններ են անում, նրանք ժողովրդին հոգեբանորեն պատրաստում են, որ մի օր ամբողջ Հայաստանը վերածելու են Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանի հենց Ալիևն է Բաքվի բռնապետել, ասում է, որ ես Երևանը չեմ գրավելու զենքով եւ ես ոտքով եմ մտնելու Երևան։ Այս ամենը այդ է նշանակում, որ միակողմանի է, մեզ ուզում են քննեցնեն, հիպնոզի տակ դնեն, որ մենք հավատանք խաղաղություն կա, բայց նրանք շարունակեն նույն բանը անել, ինչ արել են։ Մինչև որ ամբողջ Հայաստանի Հանրապետության հետ անեն այն, ինչ արեցին Արցախի հետ։ Դա իրենց նպատակը, անընդհատ է շեշտելու եմ։ Ոչ մեկ թող հանկարծ չշփոթվի այդ հարցում։ Նույն բանը, ինչ արեցին Արցախի, նույն բանը ուզում են ամբողջ Հայաստանի Հանրապետության դեմ անել։ Եվ սա պետք է քաջ գիտակցենք։ Սա լավ պետք է հասկանանք։ Ու այս փաստաթուղթը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդ ամենի մասն է կազմում։ Քայլ առ քայլ են ուզում դա անել։ Ինչպես քայլ առ քայլ արեցին Արցախը հետ վերցնելով 26 տարի չկարողացան այս նեոբոլշևիկյան դինաստիան չկարողացավ Արցախը մի հատ ազատագրած Արցախը միացնի Հայաստանին, այն ազատագրած Արցախը, որը սկուտեղի վրա ստացավ մեր ազատամարտիկների շնորհիվ, չկարողացավ մի հատ քաղաքականապես ամրագրի ու միացնի Հայաստանին։ Ու այս նույն մարդիկ կարծում եմ, որ հիմա այս պարտված վիճակում կարող են ինչ-որ խաղաղություն կնքել, այն դեպքում, երբ այդ հաղթած վիճակում չեն կարողանում անել։ Պատկերացնում եք ինչ խելագարություն է սա։ Սա խելագարությունը է, դրա համար արդեն չեմ կարողանում տանել, երբ որ լսում եմ այս տարբեր քաղաքական մեկնաբաններին, ասենց այդ ամենայն հայոց իմաստուններին շակերտների մեջ բնականաբար սիրում եմ ասել, որ ամեն օր ասենց վերլուծություններ են անում, այս պարզ բաները չեն ասում։ Այս պարզ հասարակ բաները չեն ասում։ Չէ, մենք պետք է այս կետը փոխենք, այս սենց անենք, այնա ինչ եք խոսում։ Ինչի մասին եք խոսում։ Արդեն իրոք խելագարվելու բան է։ Մի խոսքով մի խաբեք, սա ոչ մի ձևով չի կարող մեր շահերից բխել այս փաստաթուղթը։ Սա մի օր, երբ որ ազգային իշխանություն ունենանք, մենք պետք է պատրենք գցենք աղբանոցը։ Պատմության աղբանոցը միանշանակ այդ օրը գալու է։ Մենք սա պարզապես թշնամու կողմից գրված մի փաստաթուղթ է, որ մեզ ստիպում է ստորագրել։ Ու այս վիճվածները կարծում են, որ խաղաղություն են բերում դրանով։ Մի կողմից էլ այդ բարձր, որ այդ փաստաթուղթը նաև ասում է, այդ նշած չէ, որ պետք է տարածքային ամբողջականությունը ճանաչվի երկու պետությունների միջև, այսինքն շարունակվում է այն բանը, որ մենք պետք է Արցախի մասին մոռանանք, վերջ, Արցախյան էջը փակվել է։ Այդ փաստաթուղթը փաստացի ստորագրելով մենք ասում ենք, որ հրաժարվում ենք Արցախից։ Հիմա պատկերացրեք Ադրբեջանը լիներ նման բան կաներ, նման բան կստորագրեր։ Իհարկե ոչ։ Ինչու մենք պետք է հրաժարվենք Արցախից, երբ որ Արցախը մեր հողն է, իսկ նրանք 26 տարի չհրաժարվեցին Արցախից, լավ իմանալով, որ Արցախը իրենց հողը չէ, բայց համառորեն տարան առաջ։ Իհարկե դե Մոսկվան, սիոնիստները, թուրքերը իրանց աջակցում էին, ու այստեղ մեր նեոբոլշևիկյան դինաստիան չկարողացավ 26 տարում այդ հասարակ բանը անի Արցախը ամբողջությամբ միացնի Հայաստանին, աստիճանաբար մեզ տարան պարտության, իհարկե իրանց հրահանգները ստանում էին Կրեմլից, դրա համար այդ ամենը չարեցին։
կամ չուզեցին անել, ինչևէ, կապ չունի, որովհետև գործականներ էին, որովհետև խամաճիկներ էին իրականում։ Ու նույն բանը շարունակում է 94 թվականից սկսած, երբ Արցախը ազատագրվեց եւ մենք ռազմական հաղթանակ կերտեցինք, այն քաղաքականապես չամրագրվեց 26 տարում։ Մեկը մյուսի գործը շարունակեց։ Քոչյանը շարունակեց ԼՏՊ-ի գործը, պահպանելով այս ստատուս քվոն, որովհետեւ ԼՏՊ-ն չճանաչեց այդ ռազմական հաղթանակը, մենք դա երբեք չճանաչեցինք որպես ռազմական հաղթանակ։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը, որը շարունակեց այդ նույն բանը, տարավ մեզ հայրենադավ փոխզիջումների, իբր թե դա դիվանագիտական ինչ-որ ճիշտ լուծում է, մեզ ման ոչ մի թիզականները սխալ են, մենք մաքսիմալիստները սխալ են, նրանք դիվանագիտությունից ոչ մի բան չեն հասկանում։ Հետո եկավ այս վերջին բիժվածքը, որը տվեց վերջնական հարվածը, այսինքն փուլ առ փուլ մեզ տարան այդ ուղղությամբ, հիմա ինչպես Արցախը փուլ առ փուլ տարան կործաման, նույնպես հիմա ուզում են ամբողջ Հայաստանի Հանրապետությունը տանեն այդ նույն ճանապարհով, այն նույն կործաման ճանապարհով։ Մենք պետք է ստապենք ու սա հասկանանք։ Այս ամեն ինչը ճիշտ բաները քարոզելով, ամեն ինչը այս ճիշտ մտքերը, ճիշտ գաղափարները քարոզելով է լինում։ Հնավ պետք է հասկանանք, որ հա Թրամփն է, չէ, այդ ամեն ինչը ոնց որ խաղաղությունը կնքել, երկուստին նույն սեղանի շուրջ դրել, ստորագրել տվել եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ Թրամփը ինչպես նաեւ Վաշինգտոնում մյուս այդ քաղաքական մարմնավաճառները իրականում սիոնիստների, ջհուդների խամաճիկներն են, ովքեր ծառայում են միջազգային սիոնիզմի օրակարգին, նրանք ոչ մի իրականում ինքնուրույն որոշումներ չեն կայացնում։ Ու նույնը այս հարցում մենք պետք է տեսնենք այս թրիփ նախաձեռնության հարցում, հիմա ինչպես գիտենք, այս տարի հիմնականում սկսվեց այդ արդեն այդ թրիփը կառուցելու մասին խոսակցությունները, որովհետև անցած տարի այդ խաղաղությունը կնքեցին։ Հիմա խոսում են արդեն դա ուժի մեջ տնեն, այդ թրիփը կառուցելով եւ այլն։ Բայց մենք պետք է տեսնենք, որ այդ թրիփի հետևում հիմնականում այդ երկու հոգի կա։ Երկու հոգի, որ այդ ամեն ինչը կազմակերպել է, կարելի է ասել։ Առաջինը Ստիվ Վիտկոֆն է եւ մեկը Կոնստանտին Սոկոլովը, ով նաեւ Ռուսաստանում է ծնվել, մեծացել ու կարծում 97 թվականին է Ամերիկա տեղափոխվել, Ամերիկայի քաղաքացի է հիմա, բայց նա Ռուսաստանի, ասենք, ծնված մեծացած մարդ է։ Ստիվ Վիտկոֆը ավելի շատ դիվանագիտական թևն է կազմակերպում, իսկ Կոնստանտին Սոկոլովն ավելի շատ ֆինանսական ներդրումային թևը, որ կարող եք նայել, իրանք են երկու հիմնական բաները, երկու սիոնիստ ջհուդ, իրանք են այդ ամեն ինչի հետևում կանգնած, իրանք են այս պրոյեկտը նախաձեռնում։ Թրամփը ուղղակի իրանց խամաճիկն է, ով այդ ամեն ինչը մակերեսորեն կազմակերպում է, բայց նրանք են իրականում այդ ամեն ինչի հետևում կանգնած։ Ու այս ամեն ինչը լավ իմանալով անհեթեթություն կլինի կարծել, որ միջազգային սիոնիզմի մատը խառը չէ այս ամեն ինչի մեջ։ Իհարկե խառն է, ինչպես ես բազմիցս եմ ասել, այդ ռուս-թուրք սիոնիստական դաշինքը միասին գործում է մեր անկախության դեմ։ Նրանք հիմա կազմակերպում են այդ ամենը, իրանք են նախաձեռնում այդ թրիփը լինի, այդ թրիփը կառուցվի, այդ Թրամփի ուղին, որը իրականում, ինչպես այդ հարցում Բաքվի բռնապետը ճիշտ է ասում, դա միջանցք է, երկու թուրքական աշխարհներին կապող ճանապարհ է։ Մարդիկ դեմ են միջանցքին, դեմ են, հենց մի հատ փոխեցին անունը դրեցին Թրամփի ուղի կամ Թրամփի ճանապարհը, ուրեմն լավ է, խաղաղությունն է։ Абսուրդ է պարզապես։ Հիմա մեկը կազմակերպում է սիոնիստ ջհուդները կազմակերպում են, թուրքերը հոժարակամորեն աջակցում են բնականաբար, որովհետև իրեն շահերից է բխում, իսկ ռուսներն էլ նենգորեն թույլտվություն են տալիս։ Ու ես ասել եմ, թե ինչի համար։ Այս ամենը նաև ռուսներին էլ է ձեռնատու, որպեսզի նրանք նորից ասեմ, ցույց տան աշխարհին, որ Հայաստանն է գնում դեպի արևմուտք, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանում, որ պատրվակ ունենա, ալիբի ունենա, որ ապագայում, մոտ ապագայում երբ որ Ադրբեջանին կանաչ լույսը տա արդեն Սյունիքի վրա հարձակվելու, նա կարող ասի, որ ես չեմ կարող ձեզ օգնել, որովհետև դուք ինչ դավաճանեցիք, դուք ասեք թող Թրամփը ձեզ գա փրկի, բայց ինչպես գիտենք, Թրամփը արդեն 2 տարում էլ նախագահ չի լինելու։ Ու իհարկե Եվրոպա մեջ չի գալու այստեղ փրկի պայքարի պատերազմի Ադրբեջանի դեմ, նա իսկի մի հատ թթու խոսք չեն ասում Բաքվի բռնապետի մասին, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարող են իրան գալ մեզ պաշտպանել Ադրբեջանից, եթե Ադրբեջանի ղեկավարի դեմ ոչ մի բան չեն ասում։ Նրան ներկայացնում են որպես լավ ժողովրդավար մի ղեկավար։ Անցած այս տարիեր կանչեցին իրան առցանց կանչեցին իրան ժողովի, եվրոպական համայնքի ժողովի։ Այսինքն ինչի մասին է խոսքը։
Ռուսաստանը դա շատ լավ գիտի։ Ու նա ուզում է այդ բայց ամեն ինչը ցուցադրի աշխարհին, որ Հայաստանը գնում է Ռուսաստանի դեմ։ Հայաստանն է դավաճանում Ռուսաստանին, որ հետո նա գա մեզ փրկի, ինչպես փրկեց Արցախը, հետո Հայաստանը մասնատեն, ինչպես Արցախը մասնատեցին, հավանաբար Սյունիքը տալով Ադրբեջանին, հետո Ռուսաստանը պահի էս հյուսիսային մասը Հայաստանի, հետո վերջում էլ իր զորքը հանի ու տենց դառնա Արևմտյան Ադրբեջան։ Ես ասում եմ, թե մեր թշնամիների ծրագիրը օրակարգը ո՞րն է, չեմ ասում 100%, այսպես է լինելու, որովհետև ես գիտեմ վերևից ինչ որ մի օգնություն գալու է մեզ համար։ Ու իրականում ցավալի է, որ մենք արդեն այդ աստիճանի ենք հասել, որ մենք ուրիշ երկ չեն կարող գտնել։ Ու իրականում տեսնում եմ, որ ինչ փակուղու մեջ են մեր թշնամիները մեզ գցել, որ այսքան ուժեր կան մեր դեմ գործում են թուրքերը, բոլշևիկները, նեոբոլշևիկները եւ սիոնիստ ջհուդները, հասկանում եմ, որ իրականում, հա, մի աստվածային միջամտություն պետք է։ Մի ձեռք պետք է վերին ուժերը մեզ մեկնեն, որովհետեւ մենք կարողանանք դուրս գալ սրանից, բայց մենք պետք է պատրաստվենք դրան։ Ու մենք ինչպես տեսնում ենք, ինչա կատարվում աշխարհում, Ռուսաստանը ինչ պարտություններ է կրում Արևելյան Եվրոպայում, ինչպես է Ամերիկան խայտարակվում, Մերձավոր Արևելքում չի կարողանում Իրանի հարցը լուծել, ասել էր մի շաբաթ կտևի այդ պատերազմը, բայց արդեն 5 ամսից ավել է տևում, ինչպես նաև Ռուսաստանն էր ասել, որ 3 օր կտևի պատերազմը, բայց հիմա արդեն 4-5 տարի է տևում։ Տեսնում ենք, որ ինչ որ մի բան sense արդեն սկսում է եռալ, որ կարող է այս աշխարհակարգը փլուզվի, ինչ որ մեր համար մի հնարավորության պատուհան բացվի։ Բայց նորից ասեմ, այս թրիփ կոչվածը ոչ միայն պանթուրքիստական ծրագիր է, որ կապում է երկու թուրքական աշխարհը, այլ նաև սիոնիստական ու նաև նեոբոլշևիկյան, այսինքն բոլորի շահերից դա բխում է, որովհետև նորից ասեմ, նրանց նպատակն է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը վերացնել, որովհետև այս ուժերի դուրը չի գալիս, որ այստեղ լինի հայկական պետություն, նրան շահերից չի բխում, որ այստեղ լինի անկախ Հայաստան, ինչպես վերացրին մեր անկախությունը 1920 թվականին, այն նույն երեք ուժերը 1920-1921 թվականին Մոսկվա եւ Կարսի պայմանագրով հիմա ուզում են նույն բանը անել, բայց այս անգամ վերջնականապես, որպեսզի երբեք այդ վտանգը չլինի, որ նորից Հայաստանը անկախանա, ինչպես անկախացավ 91 թվականին։ Արդեն ուզում են իսպար այդ վտանգներ վերացնել, որովհետեւ նրանք շատ լավ գիտեն մեր ներուժը։ Նրանք գիտեն, որ մենք երբ պետություն ենք ունենում, երբ անկախություն ենք ունենում, կարող ենք հետո մի օր այն ընդարձակել, մի օր մեր երկիրը ներսից մաքրել դավաճաններից եւ այլն, մեր հողերը ազատագրել ու մեծ հայքի ճանապարհը բացել։ Նրանք շատ լավ դա գիտեն, նրանք մեզ ավելի լավ են հասկանում, քան մենք ինքներս մեզ։ Նրանք հասկանում են մեր ներուժը, բայց մենք ենք թերագնահատում, մենք ոչ մի բան չեն կարող անել, թույլ ենք եւ այլն եւ այլն։ Նրանք գիտեն, որ չէ, երբ որ հայրին հանգիստ թողես, եթե անընդհատ իրանց վրա չիշխես, նրանք ազատատեն ժողովուրդ են։ Վերջում կհասկանան, որ չէ, պետք է պայքարեն, պետք է ընդարձակվեն, նրանք գիտեն, որ մենք ենք տերը այս ամբողջ տարածաշրջանի։ Ու այստեղ այդ հզոր հայկական պետության կերտմանը ոչ մեկին ձեռնտու չէ։ Նորից ասեմ, այո, այս ամենի մեջ ես միայն այդ լուծումն եմ տեսնում, անկեղծ ասած, այդ աստվածային միջամտությունը։ Գիտեմ, դա քաղաքական վերլուծությունից լիովին դուրս է, նման բան ասելը կարող շատերի համար աբսուրդ թվա, բայց ես հավատում եմ դրան, որ նման բաներ, նման հնարավորության պատուհաններ բացվում են, նման օգնություն վերևից գալիս է, ինչ-որ մի իրադարձություն կարա տեղի ունենա ամբողջ աշխարհով մեկ, եւ մեզ համար այդ հնարավորությունը տա, որ մենք պայքարենք, կարողանանք պայքարել մեր թշնամիների դեմ, ովքեր այս ծրագիրը ուզում են իրագործել, ովքեր ուզում են մեր հայրենիքը վերջնականապես մաստատել ու մեր անկախ պետականությունը վերջնականապես կործանել։ Ու միայն նորից ասեմ, բազմիցս եմ ասել, միայն համախմբված, կազմակերպված հայ ազգայնականության պայքարը կարա կանխի այս ամենը։ Ու մեր նպատակն է այս օրերին, այս հանդարտ օրերին, այս խաղաղության դարաշրջանին մենք զգոն լինենք, շարունակենք ճիշտ բաները քարոզել, մեր նմաններին ներգրավել մի շարժման մեջ, լավ, մի շարժման մեջ չէ, թող մի քանի կազմակերպության մեջ գոնե մի ցանց ստեղծենք, պատրաստվենք այդ պահին, երբ որ այդ
հնարավորության պատուանը բացվի, երբ որ այդ վերին ուժերը մեզ ձեռքը մեկնեն, մենք կարողանանք այդ ձեռքը բռնենք։ Ինչպես բազմիցս ասել եմ, մեր շարժման նպատակը հենց դա է, այս հանդարտ օրերին մենք չհավատանք այս կեղծ խաղաղության լոզունգներին, այս կեղծ խոստումներին եւ շարունակենք մեր գիտակից հայրենակիցներին արտնասնել, ճիշտը քարոզել, ներգրավել, համախմբել ու պատրաստենք, ինչպես ասացի, այդ ձեռքը բռնել, որովհետեւ դա կլինի մեր վերջին շանսը։ Ես հավատում եմ դրան, եթե չհավատայի, այս ամեն ինչը ես չէի անի։ Հավատում եմ, որ մենք դուրս են գալու այս փակուղուց, մենք դուրս են գալու այս ծուղակից, մեր թշնամիների օրակարգը ջախջախելու ենք եւ վերականգնելու ենք մեր հայրենիքի փառքն ու պատիվը։ Դեպի մեծ հայք, դեպի փառահեղ ապագա։ Այսօր այսքանը դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցը Հայաստանը։